Ողջույն, մեր հարգելի ու հավատարիմ հեռուստադիտող։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր հայկական ավտոսպորտի պատմության ամենադժբախտ էջերից մեկը։ Ավտոսպորտն անկասկած դասվում է ամենավտանգավոր սպորտաձևերի շարքին։ Այն սկիզբ է առնում հեռավոր 1894 թվականից։ Ավտոսպորտի պատմությունը լի է հուզիչ մարզական սխրանքներով, նշանավոր տեխնիկական նվաճումներով, սակայն միևնույն ժամանակ նաև ողբերգություններով։ Ցավոք, բայց համաշխարհային ավտոսպորտի նահատակների շարքում կա նաև մի հայկական ազգանուն։ Երիտասարդ եւ հեռանկարային մրցարշավորդ Արման Սիմոնյանը սկսել է մրցարշավորդի կարիերան իր հոր, հայտնի ավտոմարզիկ Գագիկ Սիմոնյանի կողքին, որպես շտուրման։ Այսօր լրացավ ուրեմն Արմանիս իմ որդուս մահվան 10 տարին, որը բոլոր ընկերներով եկանք հիշատակեցինք մեր Արմանի մահվան օրը, հարգելով իրեն որպես սպորտսմեն, լավ ընկեր։ 10 տարին լրացավ, որ կորցրել ենք իրեն։ Ընկերներով, հարազատներով, մոտիկներով հավաքվել ենք այս օրը հիշելու, այս էլ է մեր օրը։ Քանի որ այսօր լրացավ Արման Սիմոնյանի 10 տարին մահվան, բոլորս միասին եկել ենք հիշելու իրեն։ Եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցանք Արման Սիմոնյանին 10 տարի առաջ, որ եղել էր այս դեպքը Պարսկաստանում Մազանդարան նահանգում։ Ոչ այնքան երկար, սակայն բազում նվաճումներով հագեցած Արման Սիմոնյանի սպորտային կենսագրությունը լի է մրցանակային պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Նրա մեջ կար մեքենայի քշելու հակում, արագ քշելու, բազմիցս անգամ իմ սպորտային մեքենայով տեղերա գնացել ու ինձ զգուշացրել էին, որ շատ արագ է երթևեկում։ Ես էլ որոշեցի, որ արագ է քշում, բերեմ ավտոսպորտ։ 18 տարին լրացավ 95 թվականին իրեն վերցրեցի որպես ինձ շտուրման։ Իհարկե ես մոտ 6 ամիս աշխատեցի իր հետ, որտեղ շտուրմանությունը դա ավտո վարել չի։ Շտուրմանից շատ մեծ բան է կախված։ Ու սցենագրամա գրել, կարդալ, լեգենդից հասկանալ։ Մի խոսքով 95 թվականին նստեց իմ կողքս, ավտորալին նվիրված էր Շուշիի հաղթանակի 3-րդ տարելիցի համար, որտեղ մենք մեր դասում գրավեցինք առաջի տեղ։ Դա եղավ իր համար ճանապարհ դեպի մեծ սպորտ։ Դրանից հետո բազմիցս անգամ մեկնել է Վրաստան, լեռնային մրցության։ Դրանից հետո նստել է իմ կողքս նորից ավտորալին մասնակցել։ Ես Միացյալ Նահանգներ երբ որ մեկնեցի, դրանից հետո եղավ շտուրման Գրիգորյան Կարենի հետ։ Ժամը 10-ին Արմանը զանգեց, բա Կարեն ջան ասաց, ուզում եմ գնանք։ Ասի ուր։ Բա Պարսկաստան։ Ժամը 10-ին ի՞նչ Պարսկաստան։ Բա հայ ի՞նչ կլի, արի ավտոմոբիլային ֆեդերացիա։ Դուրս եկանք 12-ին իհարկե, 10-ին հավաքվեցին տղաները բոլորը, իհարկե Անջանիկ Հարությունյանը էլ մեքենայի վրա չէր հասցե գործաներ, իրան մենք հանդիպեցինք, մենք սպասեցինք Անջանիկ Հարությունյանին։ Դե տղեկը հավաքվել շարժվել էին, ես մեքենայի վրա գործ էի անում, իմ մեքենան պատրաստ չէր։ Տղեկը գնացել էին, ես մեքենան վերջացնելուց հետո տենց զանգահարեցինք, իրանք սպասեցին Արենիում, գնացինք հանդիպեցինք իրենց ու տեղից շարունակեցինք։ Շատ լավ գնացինք, հոգնած ենք իհարկե, դժվար ենք գնացել այդ ճանապարհը, շատ դժվար։ Անկամ սահմանի վրա երկար մնացինք։ Անքուն կարելի ասել, որտեղ ժամանակը շատ չէր երիքում, շատ սուղ էր։ Հասանք Պարսկաստան մրցման առաջի օրը երեկոյան։ Դե ճանապարհին մեքենաների հետ լիքը խնդիրներ եղան ընթացքում։ Այդ օրը գիշերով երեկոյան վերանորոգեցինք, պատրաստվեցինք մրցմանը։ Հասանք Թեհրան, ուրեմն մի պահ մեզ հրավիրեցին ժողովին, որ բացատրեն մրցությունը իրանից ինչ է ներկայացնում։ Իհարկե առաջինն էր դա, որ միանգամից հանձնեցին այն քարտեզները, ինչով որ պետքա քշենք, այսինքն մենք չունենք պարապմունք, դրա իրավունքը չունենք, որտեղ այդ մրցման ձևն է տենց։ Գիշերը հայ համայնքից ներկայացուցիչներ կային, խնդրեցինք, որ օգնեն, որովհետև այդ քարտեզի մեջ մեր տերմինով լեգենդայի մեջ պարսկերն էր գրված, դե բարդ է արդեն մեզի, ցուցանակներ եւ այլն եւ այլն։ Ի տարբերություն մնացածին, անգամ նաեւ ինձ,
Սիմոնյան Արմանի փորձը ի պատիվ հորը Սիմոնյան Գագոյին բավականին բարձր էր։ Որովհետև որոշեցինք, որ ոնց գրենք, որ մենք հասկանանք մեր հետ ինչա կատարվելու։ Ես եւ Սիմոնյան Արմանը հայրից մեկին խնդրեցինք, մոտիկացավ մեզի, սկսեցինք ձեռագրով կողքից ավելացնել։ Այս ցուցանակը ինչա նշանակում, ստեղ պոեզի գծերն ասենք, այնտեղ թունել ենք մտնելու, թունելից հետո բարձրավոլտ հոսանքի վիշկի կողքով ենք ինչ-որ անցնելու եւ այլն, բայց մեծ տրամադրություն կա, շատ բարձր ու գնացինք քնելու, բայց բավականին ուշ առավոտյան զարթնեցինք, մեկնարկը տրվեց։ Արդեն ստարտի վաղ էր, ստարտ են տվել ու գնացել ենք դեպի մրցուղի։ Կազմակերպիչների հետ խնդիր կար, բնական էր։ Իրանք էլ հասկացան դա վերջում, բայց արդեն մեր համար ուշ էր։ Արագընթաց հատվածների մեջ ուրեմն թե մեքենաներ էին դեմներս կտրվում, չէին հասկանում ինչա կատարվում, գյուղացիները եւ այլն, որովհետեւ բարձր լեռնային հատվածներ էր դրած, սարերի մեջ էին քշում։ Պայմաններ եթե չեն ստեղծել, եթե արագընթաց տեղը մեքենա դուրս գալի դեմը, ուրիշ։ Դիել արդեն էլ ինչ շռալի։ Մնացել էր 10 կիլոմետր Dobsubber Station-ի մեջ, որ ֆինիշ պետքա դուրս գայինք, եւ մեքենայի ձախ անվադողի աշեմնիկը լռվեց։ Տեխնիկական թերություն։ Դե իհարկե այստեղ մենք ամեն ինչ նորն ենք դրել, Արման Սիմոնյանի հետ իրար հետ օգնելով, առել ենք, դե իհարկե գիտեք բոլոր, մեր ծախսով դա բոլորն արվում է մեր ծախսերով։ Բայց ինչ պատճառներով երևի կոնդիկցիոներ։ Մեծ արագության տակ լռվեց եւ արդեն մեքենան նստեց կողքի զանոսի, ասենք որ ես չպահեի, մեքենան պահելով ու դարը վերցրեցին վրա, քանի որ ձախկոմը մեծ քար կա, քարին եթե ես թողեի Արմանի կողմով, Արմանը տեղում կմահանար։ Պահելով քական քարին ու մեքենան շրջվեց։ Ինչևէ, շրջվելուց հետո մեր հետևից գալիս էին մեր հայկական էկիպաժը, Անդրանիկ Հարությունյան եւ Էդիկ Եղյան։ Տպավորությունը իմ համար սարսափելի էր, որովհետև երբ որ տեսադաշտ չկա սարերի մեջ լեռնային տարածքեր ինքը ձախ կողմը անտառ էր, աջ կողմը անդունդ էր։ Մենք հասանք, տեսանք արդեն մեքենան շուռ է եկել։ Կարենը վախուց մոլորվել էր, չէր իմանում ինչ աներ, ոնց աներ։ Ես չկարողացա Արմանին մեջից հանեմ, որտեվ արդեն անզգայացել էր, ես էլ չէի պատկերացնում, թե ինչա կատարվել։ Ասում էր ապեր թուլացել եմ Կարեն ջան։ Ասում էր Արման ջան, հետի վախից է երևի էլի։ Դե չես պատկերացնի, որ նման բան կարող է պատահի։ Դժվար հիշողությունն է, բայց պետք է ասեմ, ես տեսնում եմ Կարենի հետ, Կարենը վազում է դեպի մեզ։ Մենք դեռ ընթացքի մեջ ենք։ Կարենը վազում է ու գոռում է, «Էս ուր եք, այսքան ժամա չկա»։ Ես մոտավորապես միայն չեմ հիշում, որ համրագոտիներս ոնց եմ անջատել, սաղավարտը ոնց եմ հանել, Անդրանիկ հետ դուրս ենք եկել մեքենայից, դե բնական է, մի ինգերոջը տենում ես, վազում է դեպի քեզ, մյուսը չկա։ Ու վրդովված Կարեն, ինչ եղաք, մի ժամա չկա, մեռանք ձեզ սպասելով։ Ասի Կարեն, քեզ տեսնում եմ, Արմանը ոնց է, գոռում են։ Ասես լավ չի։ Դե հիմա այդ 15-20 մետրը ինչ կատարվեց, մենակ երևի ես գիտեմ, Կարենը, Անդրանիկը ու Արմանը ոչ մեկ չգիտի դրա մասին։ Մոտիկացա Անդրանիկին մի պահ արդեն դե բնական է բոլորս էլ վախ ունենք խուճապ, ոնց անենք ինչ։ Անդրանիկին խնդրեցինք, որ ինքը շտապօգնության հետևից գնա, որտեղ կապ չունեինք։ Ես գնացի շտապօգնություն, որ խաբար անեմ, այնտեղ ուրիշ կապ չկար, ոչ մի նայություն չկար։ Հասա այդ բանի տվյալ դոպի վերջնագծին, որտեղ որ սուդյաներ իրանց ասեցի, որ սենց դեպք է եղել, որ շուտ բան անեն, միջոցները ուղարկեն, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց։ Ինչևէ, պետք է լիներ սկորի չկար, պետք է լիներ ռացիաներ չունեինք, այստեղ որը խոսք էին տվել մեզ, պետք է սոտովիներ տային, կապ պաշտպանվեր մեր հետ չկար։ Մեզ ասում էին, որ վերտայլոտով պետք է հետևեն, շատ լավ մեծ մրցություններ էր, բայց անկազմակերպ։ Անդրանիկին ուղարկեցինք ներքև, ես ու Կարենը մտանք Արմանին մեքենայի մեջից հանելու։ Արմանի գիտակցությունը տեղն էր, ամեն ինչը նորմալ։ Ասացի Արման ջան, ոնց ես, ասես լավ չեմ, մենակ շուտ հանեք մեքենայի մեջից։ Մեքենան կողի պարկած ձախ կողմի վրա, որ ամեն վարքյան ճոճվում է։ Աջ կողմը անդունդա, ձախ կողմը անտառն է։ Էդիկ Եղյանի հետ օգտեցինք, հանեցինք Արմանին տարանք
Պարկացրինք, ջուր տվինք, լվաց բացեցինք, մինչև եկավ Ռուդոլֆ Աղաբեկյանը, էդի եղանը ջղայնացած, աչյանից սիձելնիկը կոդրեց սպինգեն։ Արմանի ներկունգերով վերցինք, պարկացրինք սիձելնիկի վրա։ Մի պահ գոռում էր, ասում էր մենակ վիզս է ցավում, ուրիշ ոչ մի բան։ Ինչքանով կարողացել ենք առաջի օգնությունը մեր ընկերոջը ցույց ենք տվել, մինչև Ռուդոլֆ Աղաբեկյանը, ռալիների կազմակերպիչ անգլիահայ, եկել է իր մեքենայով։ Ուրեմն մի քանի մեքենաներ եկան կանգնեցին, եթե այդ մեքենաներով տեղափոխենք Արմանին հիվանդանոց, հաստատ ինքը չէր հասնի Հայաստան։ Այդտենց ոնց որ գրուզավիկով տեղափոխեց, բայց մեզ տեղ խոսք են որ վերջի տեխնիկայով սկորիներ պետքա լինեն։ Փորձում ենք հիմա հասնենք հիվանդանոց։ Սկզբից առաջարկեցին Nissan Patrol-ի մեջ, մեր մասնագիտության տեր մարդիկ են գիտակցելով, որ Nissan Patrol-ով միջև հասնենք Արմանին հիվանդանոց, ինքը ցավեր ունի, ավելի դժվար կլինի, որոշեցինք դնել Peugeot 405-ի մեջ, բայց ողնաշարը վնասված մարդուն դժվար է դնել այդ մեքենայի մեջ։ Դե բնական է, մեր աշկին արդեն ոչինչ չէր երևում, կազմակերպիչներն էլ դա հասկացան։ Կարենը ձեռքը մեկնեց վզի տակ, որ չցավա, այդ դիրքում էր միայն հարմար։ Իմ ձեռս այսպես արած տախտակի տեղ, որտեղ փայտել չկար, արդեն հասկացանք, որ ողնաշարը կոտրե։ Մոտ 40 կիլոմետր այս գրունդավոր ճանապարհի ես ձեռս այսպես բաց, իր մեջքի տակ, ողնաշարի գլխի տակ հասել ենք հիվանդանոց։ Տրամադրությունները բոլորիս ընկա, որովհետև մենք լավ տրամադրությունով էինք գնացել, բայց այդ դժբախտ պատահարը ոնց ասած անսպասելի բոլորիս տրամադրությունները գցեց։ Ես մնացի տեղ մենակ։ Դե մեքենան մեր շրջված, ոչ մեկ չկա, ոչ լեզու գիտեմ, ոչ մի բան։ Ամեն դեպքում Փառք Աստծուն հայրել կային սիրողական դասում մեկնարկող։ Եկան կանգնեցին ինչ ա եղել, ասի չգիտեմ ինչ ա եղել, կարակ ինձ շուտ հասցնեք հիվանդանոց։ Ու տարան, ինձ տարան ուղիղ հիվանդանոց։ Շատ լավ են վերաբերվում բժիշկները, շատ բարեխիղճ ժողովուրդ էին։ Հիվանդանոցում տեսարանը դաժան էր, բայց դե այդ էր, որովհետև մենք գիտենք ինչի հետ գործ ունենք, ավտոսպորտ, ոչ մեկը սա ապահովագրված չենք, ամեն դեպքում։ Հասա հիվանդանոց, ոչ լեզու գիտեմ, ոչ մի բան, բայց պատկերացում ունեմ, ուր եմ բարձրանում։ Վազելով բարձրացա վերև, անգամ չգիտակցելով, որ դա վերակենդանացման բաժինը, կարելի է, չի կարելի։ Իրանց ավանդույթներին համաձայն հանեցի կոշիկներս, վազելով մտա ներսն ու արդեն տեսա Արմանին, ուրեմն գլխից արդեն այդ գործիքները ծակած, վիզը քաշած, շերքով, պարկած, բայց խոսում է գիտակցությունը տեղնա։ Ինքը հիվանդանոցում է եղել մի 3 ժամ հետո։ Ես Ամերիկայից խոսել եմ իր հետ, բջջային հեռախոսով, համոզվելու որ նա ողջ է, կենդանի է եւ հանգստացել եմ։ Պրյամո էֆիր էր գնում, հեռուստատեսություններ նկարում, ողջ Պարսկաստանը իմացա, որ հայկական էկիպաժ է վնասվել։ Պարսիկ ժողովուրդը հերթ են կայնած, ձեռները տոպրակներով, ասի Բաղրամյան Հարությունի հարցրի Հարություն ջան, ովքեր են սրանք, ասաց Կարեն, լսել եմ որ հայկական էկիպաժը վնասվել, եկել են, վերեդաչի են վերել ձեզ։ Այնքան բաներ են արել, որ Հայաստանում նման բան երևի չէին անի։ Գնացինք, տեսանք, նորից իր տրամադրությունը բարձրացավ, ամեն ինչ նորմալ եւ այլն։ Ինքը այդ վիճակին մեզ էր մաղթում լավ բաներ, ուժեղ եւ այլն։ Երկրորդ օրը մենք ուտելի մեկնարկի դուրս գայինք։ Եկանք հյուրանոց, մեզ տեղ տվեցին, մնացինք, հանգստացանք, բայց դե բնական է բոլորիս ուշքում միտքը արդեն դեպի Արմանն է։ Մեզի մաղթեց բարի ստարտ, բարի ֆինիշ դեպի Թեհրան հակառակ ուղղությամբ։ Առավոտը ելանք, շարունակեցինք։ Այդտենց այդ օրը վերջնագիծը հատեցինք, մրցումը վերջացավ։ Որոշեցինք, որ չմնանք, չմասնակցենք այդ տարողակարգին, շնորհավորանքներին, բայց ճար չունեինք, մնացինք հաջորդ օրը մի մարդու նման բոլորս նորից շատ դժվարությամբ մեր սպորտային մեքենաներով նորից այդ 230 կիլոմետրը հետ գնացինք դեպի Սարի քաղաք, որտեղ պարկացել Արմանը։ Առաջի օգնությունը ցույց տվեցին, օպերացիան արեցին։ Երկրորդ օպերացիան կատարվեց Թեհրանում։ Փառք Աստծուն, մեր վիճակը չգիտեմ ինչ չէր, բայց հնարավորություն կար նորից բոլորս միամուր Խաչատրյան, Կարեն, Սեֆիլյան, Գուրգեն, Հարութ անուններով շատ բան չանեմ։ Գնացինք հյուրանոց վերցրեցինք, որ մենք պետք է մնանք այդ օրը այնտեղ։
Ուրեմն Պարսկաստանի սպորտսմեններից մոտոսպորտի ինքը տղայա, Ռաջը զարմանալի բան տեղի ունեցավ, չթողեց ոչ մեկս մնանք հյուրանոց։ Տարավ իրատուն։ Մենք արդեն հյուրանոցի մուծումները կատարել ենք մեր եղած շեղացնելը։ Չթողեց, հետ եկանք մնացինք Իռաջանց տունը։ Չէր ուզում ճիշտն ասած Արմանը, որ ես գայի Երևան, ասում էր դու մնա, ասի մեծ սիրով մնում եմ։ Այդ Գեղենը չէր ուզում գար, ես զորով եմ ստիպելով եմ ճանապարհի Հայաստան։ Ուզում եմ մնար։ Եկանք հասանք Երևան շատ դժվարությամբ, մի ահավոր սարսափելի վիճակում։ Կարենը մեր ընկեր, մեկ էլ իր ընկեր Հարութը մնացին Արմանի մոտ։ Ին վիզայի ժամանակը լրանում էր արդեն լրացել էր 2 օր։ Ընդդեղի օրենքները մի քիչ ուրիշ է։ Արդեն ինձ կարային Բաղրամյան Հարութի հետ չթողեին սահմանը դուրս գային։ Դատական process էր գնալու 2 ամիս։ Ժամանակը լրացել էր, Կարենն ու Հարութը նորից հետ եկան Հայաստան։ Ես արդեն Պարսկաստանը լքեցի, քանի որ արդեն Սուրիկ Սիմոնյանը, Արման Սիմոնյանի եղբայրը ես տեղեկություն ունեցա, որ ինքը դուրս է եկել արդեն Սամայլոտով պետքա թռնի, մենք դուրս եկանք այնտեղից։ Բոլորիս գիտակցությունը մեկն է։ Գումարը պետք է այթայթել ճարել, որ օգտակար լինենք Արմանին։ Իհարկե տղաները ամեն ինչ արել են Պարսկաստանում, անուններ չեմ ուզում թվարկեմ, բայց ամեն ինչը անհնարինը արել են, որպեսզի Արմանը իրեն լավ զգա, օպերացիան են։ Ցավոք սրտի մենք չկարողացանք ոչի բան անենք, կարացինք այն, ինչը կարող էինք մենք մեր անձերով։ Դե պարսիկները մեծ գումար ծախսեցին այդ երկու վիրահատության վրա, եթե չեմ սխալվում մոտ 45-50 հազար դոլարի կարգի, դա բարդ վիրահատություններ էր։ Արմանին տեղափոխեցին Հայաստան, ինքնաթիռով իհարկե, որտեղ իրան տեղափոխելը այլ կերպ հնարավոր չէր կարելի։ Մեր բոլոր սպորտսմեններով հավաքվեցինք, դիմավորեցինք օդանավակայանից, Կարեն Խաչատրյան, Գեղյան, Օրմատիկ Գարուշ Մարտիրոսյանը, Օրմատիկ Յուրա Հակոբյան, Յուրա, բոլոր նոր հին տղաներով շատերը ոմանցից շատերը չկան, օգտակար եղանք, տարանք հիվանդանոց Կարմիր խաչում պարկեց, հետո բերեցինք ռեսպուբլիկական հիվանդանոց երկրորդ օրը, իհարկե Կարմիր խաչ ասեց, որ մեր հիվանդը չի։ Ռեսպուբլիկական հիվանդանոցում երկար ժամանակ պարկելուց հետո նորից տեղափոխվեց Մասիվի հիվանդանոց։ Երևանում գտնվելու նրան տեղափոխել ենք մեր հիվանդանոց։ Կապված ողնաշարի պարանոցային հատվածի ծանր ողնաշարային տրավմայի կապակցությամբ։ Ողնուղեղի արտահայտված ֆունկցիայի խանգարումով մեր հիվանդանոց տեղափոխման ամբողջ նպատակը վերականգնողական բուժում է հետվիրահատական եւ միաժամանակ Պարսկաստանից նա տեղափոխվել էր Պոչուկի շրջանում մեծ պարկելախոս արդեն ունենալով։ Մեր նպատակն է իրականացնել այս ընթացքում հնարավոր վերականգնողական բուժում եւ ուրեմն վիրահատել պարկելախոցը ամբողջ ծավալով բուժումը ստանում է վերականգնողական դրան գումարած եւ ֆիզիոթերապևտիկ բուժումներ, մասաժներ, բուժական ֆիզկուլտուրա եւ բավականին առաջ է գնացել։ Հա, դեպի լավ առաջ է անպայման, որ առաջ չէի զգում, ասենք, բան կա, որ ասենք հիմա որ պարկած եմ ես հիվանդանոցում պարկելախոցի համար, ասենք առաջ չէի զգում, բայց հիմա զգում եմ նորմալ։ Հիմա լավ էլի ամեն ինչը։ Իզս չի ցաում, կուլ կարում եմ արդեն տամ, հացը նորմալ կարում եմ ուտեմ, էլի արդեն։ Ցավոք սրտի մի տարի շատ պայքարեց ինքը, շատ։ Իրա միշտ այն հոգեբանությունը տեղն էր։ Մատների շարժումը, բանը ձեռքերը շարժում էր արդեն կոկորտի այդ փուչուր կտրվածքից հետո ուտելիքը հասկանում էր, մարսում էր, լավ էր զգում իրան։ Բայց արուտես, որ կլոր մի տարի անց ես ինքը արդեն մի պահ անգամ չէր սափրվում։ Այդ օրը մի օր առաջ պատմելով կնոջ, մոր, աղբոր պատմածով խնդրել լավ որ սափրվի կուլտուրական նորմալ մաքրվում է, ինքն իրան պատրաստում ու հանձնվում է։ Չեմ կարող խոսել։ Նա մահացավ։ Քիչ միանացնվել է։ Մի տարի անց մենք կորցրեցինք Արման Սիմոնյանին, որը բավականին լուրջ տղա էր, շատ լուրջ, շատ նվիրյալ, ընկեր, առանց տարիքային սահմանափակումների հարգանքն է գիտեր ինչա,
շատ ուժեղ էր, ինքը շատ լավ մարդ էր։ Ես չեմ էլ նեղվի, չեմ էլ վախենա դա ասելուց։ Փառք Աստծո, ունի 2 եղբայր, բայց ի տարբերություն երկուսից ինքը մի այլ ձևի ուրիշ տղա էր։ 10 տարի անցել դեպքից։ Մենք բոլորս հիշում ենք ինչքան որ առիթներ լինում է, հանդիպում ենք, թե մրցույթներ, թե միջոցառումներ միշտ հիշում ենք։ Ճիշտ է, Արման Սիմոնյանի 10-րդ տարեդարձն լրացել է, բայց ամեն անգամ մենք հիշում ենք մեր ընկերոջը, որպես լավ սպորտսմեն, որպես լավ մարդ, առաջինը լավ մարդ, որից հետո լավ սպորտսմեն։ Միակ տղան էր, որ սիրեց սպորտը, պարապեց, քշեց ու կյանքը տվեց հանուն սպորտին։ Ինչ տարբերություն։ Հանուն մեր դրոշի։ Մեր դրոշը առաջինը հանրապետության դրոշն է, նոր ավտոսպորտին է կամ ինչ-որ սիրում ես։ Ես ցանկանայի իր ընտանիքին, իր կնոջը, իր երեխեքին երկար տարիների կյանք, հաջողություն, որպեսզի Արման Սիմոնյանի հիշատակը մենք էլ կողքից ինչքանով որ կարողանանք օգտակարել ենք վառ պահենք։ Նման սպորտսմեններ, նման մարդիկ քիչ են լինում։ Շուրջ 1 տարի հիվանդության դեմ պայքարելուց հետո Արման Սիմոնյանը հանձնվում է, թողնելով իր նորաստեղծ ընտանիքն ու 2 զավակներին։ Ի տարբերություն այս 10 տարիների ընթացքում շատ մարդիկ, շատ հաղորդումներ ա եղել, որ կարող էին անդրադառնալ այս թեմայի շուրջ, բայց այսօր միակը ավտոդրայվն է, որ անդրադարձավ այս թեմայի շուրջ Արման Սիմոնյան կամ ավտոսպորտ կամ դժբախտ պատար կամ մարդ լինել, ով լինել։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեր հեռուստաընկերությանը, ձեր կազմին, ձեր թիմին, դուք եք թիմ, դուք մեր թիմն եք, մենք ձեր թիմը, որովհետև հարգում եք եւ սիրում եք ավտոսպորտ։ Արմանն էլ կենթանի լիներ, իմ կարծիքով, համոզմունքով, հաստատ իր շնորհակալությունը կհայտներ։